Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք աշխատել Thunkable միջավայրում եւ այսօր ծանոթանալու ենք մի գործիքի հետ, որը կոչվում է Local Storage։ Storage բառը արդեն մեզ հուշում է, որ մենք ինչ-որ բան ենք պահպանելու մեր հիշողության մեջ։ Ընդհանրապես տարբեր խաղեր խաղալիս կամ տարբեր կայքերում գրանցվելիս մենք մուտքագրում ենք տվյալներ, որոնք խաղը փակել, բացելուց կամ կայքից դուրս գալուց հետո այդ տվյալները չեն ջնջվում եւ պահպանվում են։ Դա տեղի է ունենում հիշողության եւ storage գործիքի օգնությամբ, այսինքն դրանք պահպանվում են ի սկզբանե մեր հեռախոսի մեջ կամ մեր համակարգչի մեջ, որից հետո երբ որ մենք փակում եւ բացում ենք այդ ծրագրերը կամ խաղերը, մեր տվյալները դեռ պահպանված են այնտեղ։ Եվ այսօր մենք դա նույնպես կփորձենք կիրառել արդեն մեկ հավելվածի վրա, որpիսի մենք պահպանենք տվյալ եւ այդ տվյալը պահպանվի եւ չջնջվի նույնիսկ հավելվածը փակելուց հետո։ Եկեք ստեղծենք նոր նախագիծ։ Տեղադրենք local storage գործիքը, այն գտնվում է դատաբաժնում։ Նշեմ, որ այս գործիքը համարվում է անտեսանելի բաղադրիչ, այն չի երևում էկրանի վրա, քանի որ այն կապ է հաստատում մեր հավելվածի եւ համակարգչի հիշողության մեջ, եւ նրա հետ մենք գործողություն ունենալու ենք միայն կոդի բաժնում։ Եկեք անցնենք blocks բաժինը, սեղմենք local storage-ի վրա եւ այստեղ տեսնում ենք 3 բլոկ. save, get եւ remove։ Այս 3 բլոկերի օգնությամբ ես կարող եմ պահպանել կամ կարդալ կամ ջնջել տվյալները հեռախոսի հիշողությունից։ Հիմա վերցնենք save բլոկը եւ ծանոթանանք նրա կառուցվածքին։ Save բլոկի մեջ մենք տեսնում ենք 2 get, key եւ value։ Key-ի օգնությամբ մենք տալիս ենք անվանում մեր տվյալին։ Օրինակ, երբ որ մենք համակարգչի կամ հեռախոսի մեջ պահպանում ենք ֆայլեր, երաժշտություն, մենք անպայման տալիս ենք նրանց անուններ, որպեսզի կարողանանք հետո հիշողության մեջ նրանց հեշտ գտնել, ընդհանրապես փնտրել այդ անունով եւ գտնել։ Այստեղ key-ն պատկերացրեք, որ հենց այդ անունն է։ Իսկ value-ն արդեն այն տվյալն է, որը որ ես ցանկանում եմ պահպանել իմ հեռախոսի հիշողության մեջ։ Նշում ենք հեռախոսի, քանի որ այս գործիքը, ինչպես նկատեցիք, կոչվում է local storage։ Local բառը հենց հուշում է, որ այն յուրաքանչյուր օգտատիրոջ դեպքում պահպանվում է նրա հեռախոսի հիշողության մեջ։ Իհարկե մենք կծանոթանանք նաև storage-ի այլ տեսակների, որտեղ տվյալները պահպանվում են արդեն համացանցում։ Պատրաստենք մի փոքրիկ հավելված, որտեղ որ կօգտագործենք այս գործիքը, կպահպանենք տվյալներ, հետո դրանք կջնջենք։ Օրինակ, կփորձենք պատրաստել օգտատիրոջ գրանցման հավելված, որտեղ նա ընդհանրապես գրում է գաղտնագիր եւ գաղտնաբար, գրանցվում է եւ մենք նրա տվյալները պահպանում ենք այս storage-ի մեջ, որից հետո հաջորդ էկրանում ցուցադրում ենք դրանք, նույնիսկ հավելվածը փակելուց հետո։ Այժմ դիզայն բաժնում մեզ անհրաժեշտ է 2 text input, որպեսզի մենք մուտքագրենք մեր գաղտնաբառը եւ գաղտնագիրը։ Դրանից հետո տեղադրում ենք կոճակ, նրա վրա գրենք sign up։ Եթե ես ուզում եմ, որ text input-ը, երկրորդ text input-ը, որի մեջ ես իմ գաղտնաբառը պետք է հավաքեմ, լինի կետերով, ապա այստեղ ամենավերջում նրա հատկությունների մեջ advanced բաժնում ամենավերջում կա secure text entry եւ դրա օգնությամբ նա այն տեքստը, որը որ մենք կհավաքենք, չի երևա եւ դրա փոխարեն կերևան կետեր։ Հիմա անցնենք երկրորդ էկրանը, այստեղ սեղմենք plus կոճակը եւ կստեղծվի երկրորդ էկրան։ Երկրորդ էկրանում ընդհանրապես տեղադրենք label, դրա մեջ գրենք, որ դուք արդեն գրանցված եք ու անցնենք արդեն blocks բաժինը։ Մեզ անհրաժեշտ է, որ երբ որ ես սեղմեմ կոճակը, նա պետք է իմ տվյալները պահպանի, բայց մինչ պահպանելը մենք պետք է ստուգենք արդյոք text input-ի մեջ գրված է տվյալներ։ Դրա համար տեղադրում ենք if բլոկը, այստեղ վերցնում ենք text բաժնից isEmpty բլոկը եւ ստուգում ենք արդյոք text input1 տեքստը դատարկ է։ Եվ նույնը անում ենք նաև text input 2-ի համար, վերցնենք logic բաժնից end-ը, իհարկե այնտեղ պետք է փոխենք or, որովհետև եթե դատարկ է կամ text input-ը կամ text input 2-ը, դա տարբերություն չկա, եթե նրանցից որևէ մեկը դատարկ է, այդ դեպքում նա չպետք է թողնի, մենք գրանցվենք։ Եկեք այստեղ դիզայնում տեղադրենք եւս մեկ label, որտեղ որ կգրենք լրացրեք բոլոր դաշտերը։ Հիմա նշենք, որ այս պայմանի դեպքում, եթե այս երկու text input-երից մեկը դատարկ է, label 2-ի մեջ նա գրի, որ լրացրեք բոլոր դաշտերը։ Հիմա ստեղծենք plus կոճակը եւ այստեղ ավելանա նաեւ else բաժինը։ Else-ում արդեն մենք կգրենք, որպեսզի պահպանվի local storage-ի մեջ, քանի որ else պայմանին կհասնենք, եթե ոչ մի դաշտ դատարկ չէ։ Վերցնենք save բլոկը։ Այստեղ key դաշտում գրենք data անվանումը։ Value դաշտում հարց է առաջանում, թե որ մեկը պետք է պահենք։ Չէ՞ որ մեր դեպքում մենք ունենք երկու text input, մեկը գաղտնաբառն է եւ մեկը նրա login-ը, ինչպես անենք, որ երկու տվյալներ այս նույն անվան տակ պահպանվեն։ Այստեղ մեզ օգնության կհասնի ցուցակները,
Վերցնենք ցուցակներ բաժնից, ահա այս բլոկը եւ առանձնացնենք ցուցակը։ Եվ ընդհանրապես կկատարենք փոփոխություն, կջնջենք այս երկու տվյալները եւ դրանց փոխարեն կպահպանենք արդեն մեր text input 1-ը եւ 2-ը։ Քանի որ ինձ մոտ վերևում text input 2-ն էր, դրա համար այստեղ առաջինը տեղադրեցի նրան եւ տեսնում ենք, որ save բլոկի շարունակության մեջ գրված է when save is done։ Այսինքն, երբ որ բարեհաճող նա ավարտել է պահպանելը այս տվյալների, դրանից հետո ինչ գործողություն եմ ցանկանում, որ նա կատարի։ Ինձ պետք է, որ նա անցում կատարի երկրորդ էկրան։ Դրա համար այստեղ control բաժնից վերցնում ենք ամենաառաջին բլոկը եւ այստեղ screen 1-ի փոխարեն ուղղակի փոխում եւ գրում եմ screen 2։ Հիմա արդեն կարող ենք փորձարկել այստեղ հավաքել մեր տվյալները, անուն եւ որևէ գաղտնաբար, որից հետո եթե սեղմեմ sign up կոճակը, եթե ամեն ինչ պահպանվում է բարեհաճող, ապա նա միանգամից անցում է կատարում երկրորդ էկրան։ Հիմա մյուս հետաքրքիր հատվածը այստեղ մենք կարող ենք անել այնպես, որպեսզի այն տվյալները, որոնք որ մենք պահպանել ենք, ցուցադրվի երկրորդ էկրանում, որպեսզի մենք համոզվենք, որ մեր տվյալները իրոք պահպանվել էին ու ճիշտ էին պահպանվել։ Դրա համար այստեղ տեղադրենք մեր ցուցակներ գործիքը եւ ընդհանրապես նրա չափը փոփոխենք այնպես, որպեսզի լինի fit content նրա պարունակությանը համապատասխան։ Ու երկրորդ էկրանի կոդավորման մեջ նշենք, որ երբ որ էկրան 2-ը բացվում է, այդ ժամանակ արդեն մեզ պետք է, որ նա local storage-ից վերցնի տվյալները։ Դրա համար local storage-ի բլոկերի ցանկից վերցնում ենք երկրորդ բլոկը եւ տեղադրում ենք նրա ներսում։ Ինչպես հիշում եք, մենք նախորդ էկրանի մեջ տվյալները պահպանելիս օգտագործել էինք data անվանումը։ Եվ այստեղ նույնպես ես գրում եմ այդ անվանումը, որովհետև նա այդ անվանումով պետք է փնտրի տվյալներ։ Եվ նա մեզ այստեղ վերադարձնում է եւ տալիս է value, որը որ իրենից ներկայացնում է ցուցակ եւ այստեղ նշում է, որ այս ցուցակի value-ի էլեմենտները ցուցադրի մեր simple list-ի վրա։ Այժմ փորձարկելու համար կարիք չկա վերադառնալ առաջին էկրան եւ կրկին հավաքել մեր տվյալները։ Այստեղ քանի որ ես մեկ անգամ արդեն պահպանել եմ իմ տվյալները, ես կարող եմ փորձարկել միանգամից երկրորդ էկրանից։ Դրա համար անցում ենք կատարում երկրորդ էկրան եւ հենց այստեղից փորձարկում ենք։ Եվ տեսնում ենք, որ նա մեր տվյալները, ինչպես ես գրանցվել էի առաջին անգամ, այստեղ ցուցադրեց։ Ինչը հուշում է մեզ, որ փաստորեն մեր տվյալները պահպանվել էին հենց առաջին փորձից եւ դրանք չեն ջնջվել։ Ջնջվելու հետ կապված եկեք անենք այնպես, որ եթե ցանկանում ենք ջնջել մեր տվյալները, տեղադրենք մեկ կոճակ, որ այդ կոճակը սեղմելուց հետո այս տվյալները ջնջվեն եւ հեռացվեն։ Անցում կատարենք կոդավորման մեջ եւ նշենք, որ երբ այս կոճակը սեղմված է, այստեղ local storage-ից վերցնենք երրորդ բլոկը, remove բլոկը եւ այստեղ պետք է նշենք նորից մեր key-ն։ Data գրենք կրկին եւ ամենակարևորը, երբ որ ջնջելը բարեհաջող ավարտվում է, ինչ կատարի նա դրանից հետո։ Մենք ուզում ենք, որ ջնջելուց հետո թող վերադառնա առաջին էկրան, քանի որ նա այլևս չունի գրանցման տվյալներ։ Եթե հիմա փորձարկենք, տեսնում ենք կրկին մեր տվյալները այստեղ ցուցադրված են։ Եթե ես սեղմեմ delete կոճակը, տեսնում ենք, որ նա վերադարձավ առաջին էկրան։ Բայց եկեք կրկին փորձարկենք երկրորդ էկրանից ու տեսնենք արդյոք մեր ցուցակի մեջ դատարկ է։ Երբ որ փորձարկում ենք, տեսնում ենք, որ ոչ, այստեղ 4 էլեմենտ է։ Նշեմ, որ սա իրենից ներկայացնում է text։ Այսինքն, եթե կցենք իրար այս տառերը, ստացվում է 0 բառը, եւ մենք կոդավորման մեջ կարող ենք նշել, որ եթե նա ստուգում է local storage-ի մեջ եւ այդ անվան տակ գրված է 0 արժեքը, նշանակում է այնտեղ տվյալներ չկան։ 0-ը շատ հայտնի արտահայտություն է ծրագրավորման մեջ, դա նշանակում է, որ հիշողությունը ստեղծված է, այսինքն հիշողության մեջ այդ տարածքը զբաղեցվել էր, նրա անունը գրված էր data, բայց այնտեղ ինֆորմացիա չկա, տվյալներ չկա։ Այսինքն փաստացի մեր data-ն չի ջնջվել, ջնջվում է միայն նրա ներսի տվյալները։ Այստեղ if բլոկի օգնությամբ մենք պետք է ստուգենք, որ value-ն հավասար չլինի 0-ի։ Նշեմ, որ 0 արժեք կա երկու տեսակի, մեկը logic բաժնում, այստեղ հենց 0 անվանումով հրաման կա, որը հենց նշանակում է, որ այս անվան տակ տվյալներ չկա։ Բայց մեր դեպքում local storage-ի դեպքում ոչ թե այս 0-ն է, այսինքն այնտեղ տվյալներ չկան, այլ այնտեղ կա տվյալ տեքստային բլոկ, որի մեջ գրված է 0 բառը։ Դրա համար if-ի մեջ ես կստուգեմ այդ կերպ, որ եթե value-ն հավասար չէ 0-ի, այդ ժամանակ նոր նա մեր ցուցակի մեջ ցուցադրի մեր value-ի էլեմենտները։ Հակառակ դեպքում պետք չէ ոչինչ անել։ Եթե սրանից հետո ես արդեն կրկին փորձարկեմ, տեսնում ենք, որ էլեմենտներ չկան, քանի որ հիմա մեր data անվան տակ տվյալներ պահպանված չեն, ավելի շուտ պահպանված է 0 տեքստը։
իսկ մենք նշեցինք, որ այդ դեպքում նա չցուցադրի ոչ մի բան ցուցակի մեջ։ Ահա այսքանը local storage գործիքի մասին։ Մենք ծանոթացանք, թե ինչպես են տվյալները պահպանվում հիշողության մեջ, այնտեղից վերցնում կամ ջնջում, եւ ջնջելուց հետո ինչ է պահպանվում արդեն հիշողության մեջ։ Այսքանը այս տեսադասի համար, շնորհակալություն։